Այս տարի Արարատյան շաբաթը մեկնարկեց հունիսի 16-ին Սուրբ Հռիփսիմեանց կույսերի տոնակատարությամբ, որին հաջորդեցին Գայանյանց կույսերի, Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության տոները։ Բոլոր օրերին հավատացյալներին օրհնելու համար Մայր տաճարի թանգարաններից ու գանձատնից դուրս բերվեցին սրբերի մասունքներն ամփոփող մասունքարանները և հոգևորականների ու հավատացյալների ուղեկցությամբ տարվեցին եկեղեցիներ։ Հիշատակության բոլոր տոներին վեհափառ հայրապետն իր օրհնությունը բաշխեց բազմաթիվ հավատացյալների, որոնք հայրապետական թափորին ուղեկցեցին մինչև Սուրբ Տրթատ բաց խորան։ Մարդիկ մոտենում էին ստանալու վեհափառ հայրապետի օրհնությունն ու համբուրելու սրբերի մասունքներն ամփոփող մասունքարանները։ Եկեղեցականների թափորը բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ մասունքները տեղափոխեց վանքեր։ Սուրբ Հռիփսիմեի 18-րդ տարում պատրաստված արծաթյա ոսկեզոծ աջածեղ մասունքարանը դուրս բերվեց երկուշաբթի օրը, հունիսի 16-ին և տեղափոխվեց Սուրբ Հռիփսիմե վանք։ Սուրբ Գայանեի 1825 թվականին Մադրասի հայկական համայնքի կողմից պատրաստված աջածեղ մասունքարանը դուրս բերվեց հունիսի 17-ին և տեղափոխվեց Սուրբ Գայանե վանք։ Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները հունիսի 19-ին տեղափոխվեցին Սուրբ Շողակաթ եկեղեցի, այդ օրը նաև եկեղեցու ուխտի օրն էր։ Տոնական բոլոր օրերին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բազմաթիվ ուխտավորներ մասնակցեցին պատարագների։ Մարդիկ ստացան ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու համբուրեցին օրհնաբեր մասունքարանները։ Արարատյան շաբաթվա ևս երկու կարևոր տոներ առջևում են։ Հունիսի 21-ին մեր եկեղեցին կնշի Խոր Վիրապից Լուսավորչի դուրս գալու տոնը։ Ժամը 10:30-ին Սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Խոր Վիրապի վանքում, տոնի առիթով սրբավայր կտարվեն Լուսավորչի մասունքները։ Հունիսի 22-ին կնշենք կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Տոնական պատարագը կմատուցվի ժամը 11-ին։ Սուրբ պատարագի ավարտին հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։ Տոնի առիթով գանձատնից մայրավանք կբերվեն մեր եկեղեցու 7 սրբություններ։ Սուրբ Էջմիածնի տոնը բացառիկ առիթ է արժանանալու սրբազան մասունքների զորությանը և հայրապետական օրհնությանը։